Տեսեք, ամեն անգամ իշխանությունը Եկեք ճարաճ գնանք, էլի։ Ամեն անգամ իշխանությունը խմբագրում է իր հայտարարությունները, սկսած Արցախը, Հայաստանը եւ վերջապահարեք Արցախում եւ Հայաստանում ապակա կա։ Հիմա նաեւ այդ ամեն ինչը հանրությունը իր աչքի առաջ ունենալով չի կարող ունենալ հիմնավոր կասկածներ, մտահոգություններ, որ այսօրվա այս ձեր հայտարարությունները եւս 1 տարի հետո կարող են դիտվել սխալ եւ օրինակ ասվել, որ օրինակ դե սխալ էինք ասել, որ օրինակ չեմ, ես ինչ հատվածը մերներ, հատվածը մերներ, սա առաջին հարցը։ Առաջին պատասխան հիշես գոր։ Իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ այն գործողությունները եւ այն մարտավարությունը, որը որ իրականացնում է այսօրվա իշխանությունը, կոնկրետ ռեզուլտատներ ա բերում։ Այսինքն հողի վրա բան ա փոխվում։ Հիմա ակնհայտ է, որ ինչ որ պա ուրիշ քաղաքական իրավիճականում, երբ որ դուք դա ասում եք, այն ժամանակ այնտեղ կար ռուսական խաղապահ ուժեր եւ իրավիճակը այլ էր, եւ տրամադրվածությունը եւ պատկերացումը նույնպես այլ էր, հա, բայց հետո եկավ նոր իրավիճակ։ Ես չեմ կարող նույն գնահատականը տամ երկու տարբեր իրավիճակի մեջ եւ կրկնում եմ, կարևորը այն է, թե հողի վրա մենք ինչ ունենք։ Հողի վրա մենք ունենք խաղաղություն։ Իդեպ, լավ հիշեցի, այդ Ղարաբաղի հետ կապված, որ ասում եք ապագա կա եւ այլ, ես եմ դա ստեղ ասել, բայց դրանից հետո մեր պարլամենտում գտնվող ուժերը տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը եւ դրանից 3 օր հետո թուղթ ստորագրեցին, որով լուծարեցին ձեր կողմից են որ տարբեր հիմա բան եք տենց բոլորը դոշ են ծեցում իմիջիալը տենց հետաքրքիր է նկատել եք որ քաղաքական ընդդիմությունը Ղարաբաղի դուք ավելի այսօր ընդդիմադիր եք լուրջ եմ ասում այսօրվա լրագրողները շատ ավելի ընդդիմադիր են քան պարլամենտի ընդդիմադիրները քանի անգամ եք տեսել չէ խոսույթը լավ թող տենց ասեմ խոսույթը ես չեմ ընդդիմադիրների մեջ վատ բան չկա իմիջիալոց ես չգիտեմ դու էլ են ծանր արձագանքեցիր Ալեքսանյանի ասացին դուք էլ եք ծանր ընդդիմադիրների մեջ վատ բան չկա եթե դու դրա մասին չի խոսքը լսի հասկանալի է լավ է բայց այսօր մեր ընդդիմությունը տեսել եք որ Ղարաբաղի մասին խոսեն Չեն խոսում անցյալի մասին չէ այ ապրես անցյալի մասին է խոսում եթե ես 2020 թվականին այսօրվա պարլամենտ չեմ նայել Նարեկը նոր մի հատ մեջբերում է արեց բան շոկ ապրեցի ու լավա որ չեմ նայել բանը մեր քաղաքական ընդդիմադիրները խոսում են այսօր Ղարաբաղի մասին Ով Ռոբերտ Քոչարյանը աշտարակում բնակիչների հետ հանդիպմանը երբ հարց հնչեց խոսեց արցախցի Արցախ վերադարձի Այսինքն չենք ուզում չենք ուզում իրանց մասը էլ Ղարաբաղը չի ուզում Ղարաբաղը հայկական չի համարում լավ ինձ թվում է եղավ փուլ առ փուլ հետևողական աշխատանքով ինքը Հայաստանի ինչքան բան կար տվեց ռուսներին երկրորդ հարցը փայլակը Երեք Ալրատ Միրզոյանը հաստատեց որ համագործակցել է ԱԱՑ-ի հետ Հիմա դա գործակալ է, թե գործակալ չի, կուզենամ դուք պատասխանեք, որովհետև նույնը տենց համագործակցել ԱԱՑ-ի հետ կոնտեքստով, օրինակ, չգիտեմ, կաթողիկոսի եղբորն են մեղադրում, որ ԿԳԲ-ի գործակալ է եւ այլն, ո՞րն է տարբերությունը։ Նախ կոռեկտ չեմ համարում ձեր հարցը եւ պետք է ասեմ, որ համեմատականներ անցկացնել այդ երկու անձնավորությունների միջև ուղղակի անընդունելի է։ Մեկ այլ հարց է, երբ որ հիմա ձեզ բոլորիդ, եթե ԱԱՑ-ն հրավիրի Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն հրավիրի եւ ասի ներողություն եմ խնդրում, եթե դուք տեսնեք, որ ինչ որ զինվոր է, պայմանական եմ ասում, մեր սահմանը անցնում, անպայման կասեք, կարծում դրա հրավիրելու կարիքն էլ չկա։ Իսկ մի բան է, երբ որ դու գնում ես սովետական միության այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երթում ես տալիս։ Մենք ունենք լավ աշխատող իրավապահ մարմիններ, այդ թվում նաև մեր ազգային անվտանգությունը եւ ունենք շատ լավ մարդիկ, ովքեր որ այդ ծառայությանը օգնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել։ Ես եթե առիթ լինի ինչ որ բան լինում է, որ ես համարում եմ, որ ԱԱՑ-ի բանը տնօրենը պետք է իմանա, ես անձամբ զանգահարում եմ իրեն եւ ասում եմ, որ նման վտանգ կա։ Ձեր հարցը անտեղի հարց է։ Մենք կրկնում եմ, չի կարա նման համեմատություն տեղ գտնել, չի կարա։ Լավ, դե իր հայրենիքն է, մեզ խիա ներկայացնում այլ երկրում, թող իր հայրենիքն է, թող անձնագիրը հայկական հանձնում։
Լավ էլի խնդրում եմ։ Իսկ դուք վստահ եք, որ հիմա այդ բանը, այդ համագործակցությունը չի շարունակվում։ Հիբրիդային պատերազմի դեպա որ վստահ չեք, որ դուք վստահ չեք, ես տեղեկություն չունեմ, բայց ես համոզմունք ունեմ, որ շարունակվել է, շարունակվում է ու շարունակվելու է եւ հիբրիդային, օրինակ այն օրվա վերջի հարցազրույցի հիման վրա, որովհետեւ ներքաշել երրորդ երկիրը հայաստանյան ներքաղաքական բաների մեջ եւ օգտագործելով դիրքը հարցազրույց տալ Հայաստանի ներքաղաքական գործունեության մասին, դա եւս դրա այդ հարցակումների Կարինե ջան, ես մի րոպե Նարեկի երթն է ճիշտ ասում։ Պարոն Սիմոնյան, դուք որ ասում եք Իսկ վերջանալու է այս ամեն ինչը։ Պատին են դեմ տվել, էլ չեմ կարում շատ են։ Յա, կներես, ես խոսամ դու հոգնես։